Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր հայրենիքը, մեր նախնիները ամեն ինչ ինչ ժառանգել ենք անգինա, այս թափառախումբը, այս պատեհապաշտ գոյանքները, որոնք մեզանում հայտնվել են եւ փորձում են վերացնել մեր ինքնությունը, չեն հաջողելու։ Ես զարմանում եմ, որ սրանք հենց միջև հիմա կոմիտասի վրա չեն հարցակվել։ Ամեն ինչը խլել, արմատներից պոկել եւ իհարկե հասկանում էին, որ եթե եկեղեցին մնում է, ուրեմն որևէ բան սրանց անիմաստ է։ Եվ թող այդ զարթոնքը լինի, վստահ եմ լինելու է եւ մենք տոնելու ենք իսկապես մեր հերոսների երազած Հայաստանի սկիզբը։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, մենք վերջին օրերին կարծես ազգային, այսպես խայտառակության ականատեսը եղանք։ Բարձրաստիճան հոգևորականներն այսօր կալանավորված են 2 ամսով եւ այս իրականության մեջ կարծես մենք սպասում ենք հաջորդ զոհին, Ստացվում է այնպես, որ դևը հարձակվում է մայրաթոռի վրա, մենք այսպես փորձում ենք ընդվզել եւ հաջորդ րոպեին կարծես մարում է այն ինչ որ մենք փորձում ենք պայքարի միջոցով ցուցաբերել։ Ճիշտ է, իսկապես էլ այդ զգացողությունը բոլորը ունեն, պայքարի դուրս են գալիս եւ հետո շարունակություններ չեն լինում եւ կարծես ամեն ինչ անում են, որ տարողվի այդ պայքարը, ինչ որ անբացատրելիորեն չեմ կարող ասել, գուցե եւ կազմակերպիչներ չկան կամ գուցե համապատասխան ուժերը փորձում են դեռ կայացնել համընդհանուր միասնականությունը, չգիտեմ, էլ երբ պիտի այդ պատասխանատվության զգացումը գուցե չկա, գուցե նաեւ դա չկա կամ գուցե արդեն հաջողել են տարոհել մեր ազգը տրոհել այնպես, որ այդ սևերը սպիտակները իրար կործանելով, մաշելով, այլևս անզգա են դարձել եւ պայքարի ուժ չունեն, բայց մի բան ակնհայտ է, որ ազնվազարմ հայերը անպատիժ չեն մնալու։ Բոլոր նրանք, ովքեր ազգային իղձ ունեն, ովքեր ունեն հիշողություններ, ովքեր ապրում են հայկական արժեհամակարգով, նրանք բոլորը պատժվում են։ Մայրաթոռը իհարկե մեր սրբության սրբոցն է եւ որևէ մեկը չէր պատկերացնի, որ նման քայլ կարող է լինել, որ կարող են ոստիկանները, կարմիր բերետավորներն ու մյուսները գան մտնեն ուրեմն այդպես մայրաթոռ եւ զինված կարգով փորձեն բերման ենթարկել բարձրաստիճան հոգեվորականի։ Ես չգիտեմ, սա ցուցադրանք է գուցե եւ իր տերերին, գուցե սա ուզում է ցույց տա իր տերերին, որոնք արդեն մեր թշնամիներն են եղել դարերով, բացահայտ թշնամիները, որոնք ցեղասպանություն են իրականացրել եւ այսօր էլ իրականացնում են մեր աչքի առաջ Արցախը չէ հայաթափվեց եւ դրանց հետ գնաց ձեռք սեղմես եւ չասես ինչ ես արել, վախենաս բերանդ բացես, ասես դու ես արել, բայց միևնույնն է ես չեմ կարող հատուցում պահանջել, ես ստիպված հիմա գա, բայց աշխարհ մենք հիմա ինքնասպան այդ ինչա, ցեղասպանված վիճակում ենք եւ դու նորից լռում ես եւ այն Մակրոնը, որը որ այնտեղից անընդհատ մեջ հայտարարություններ է անում, հայերեն գրառումներ է անում, բոլորովին վերջերս էր, չէ, որ այդ Միշելի հետ գնացին, սրան տարան եւ ինչ արեցին Արցախի հանձնման գործընթացը կազմակերպեցին։ Առանց ցնցումների, հանգիստ եւ գոյանքը, որը ասում էր, այս նույն պատկերն էր լինելու միայն թե առանց զոհերի։ Այստեղ արդեն միանգամից ասում է, ես վամպիր եմ, ես հանցագործ եմ, ես հազարավորների արյուն եմ խմել եւ դուք ինձ վերընտրել եք։ Դուք վերընտրել եք ինձ, սա ինչ է ստացվում, չգիտեմ, որևէ երևակայությունից դուրս զգացողություն է հարգելի Արթուր, որ մենք փորձենք հասկանալ ինչի արդյունքում ընտրվեց։ Հայրենիքը դեռ կա, Հայաստանը պիտի հանձնի, պիտի վերացնի հային, այսինքն դեռ անելիք ունի չարքապատկանը, զոմբիապետը, որովհետև այս դեպքում չես կարող ուրիշ բնութագրում տալ, ամեն ինչը բացի հայոց արժեհամակարգը կրելուց եւ Հայաստանի հայ ժողովրդի համար ծառայելուց։ Բազմաթիվ անգամ եւ շատերն են ասել, որ օտարի շահերն է սպասարկում եւ բերում են ոչ թե այնպես օդի մեջ օրինակներ, ինչպես իրենք են սովոր ըստ օդում կախված լուրերի, այլ փաստեր, իրական փաստեր եւ այնպիսի փաստեր, որը ուրեմն խոցելի է դարձրել ազգը, խոցելի է դարձրել պետականությունը մեր եւ դեռ ինչ որ բան սպասում են, ինչին են սպասում, որ հրաշքին են սպասում։
արդեն բոլորը ասում են հույսներս Աստծո վրա է, հույսներս Աստծո վրա է, բայց այսպեսի մի բան կա, Աստված տվել է այդ մեծ ուժը, միտքը, խելքը, մենք պիտի ասենք, որ ազգերի այս մեծ ներկա պնակում վերջինը չենք, առաջիններից մեկն ենք, եւ իր գիտական ներուժով, եւ իր մշակութային արժեքներով, եւ սա մեր կա պարանոց հայտարարություն չի, տեսեք պատմությունը, եւ ուրեմն մարտարվեստում քանի երկրներ են օգտվել հայ զորավարներից, որոնք իսկապես լուրջ ուրեմն ներկայություն են ապահովել տվյալ պատերազմներում, մարտերում, եւ հիմա մենք կարծես օտարվել ենք ինքներս մեզանից։ Մենք կարծես համակերպվել ենք այն ամենին, ինչ կատարվում է։ Ես երբ լինում էր այս ընթացքը, երբ գնաց, երբ ես տեսնում էի այս չարքապատկանները ինչեր են ծրագրում պատերազմից հետո էր, ես հայտարարեցի, որ հիմա տեսել եմ, թե ինչպես են ցլին այդ կոտոշների արանքը մաժմժելով տանում սպանդանոց, որպեսզի չընդվզի հանգիստ գնա։ Հիմա էլ տանում են մեր երկիրը այդպես, որպեսզի ընդվզում հանկարծ չլինի, հանկարծ այնպես չլինի, որ իրար տա պոզահարի, բոլորի խոյահարի եւ ռադանի իր ճանապարհից եւ վերջապես ցույց տա, որ այս երկիրը տեր ունի։ Այս երկիրը անտեր չի, որ գա գներ սահմանեք, վաճառեք ձեր համար, վաճառքը հոմիային նա չի, որ գան ասեն ինչ արժի, Արցախ առեք, հաշվեն փողը տան դուրս եկեք, չէ, տարբեր կերպ է այդ վաճառքը իրականացվում եւ հիմա վաճառել են, այո, սրանք վաճառել են եւ հիմա Հայաստանն է, հերթը Հայաստանինն է եւ էլի վաճառում են ինչի դիմաց, չգիտեմ, ստի, կեղծիքի եւ այս ստի կայսրությունը, որ մեջ ապրելուն համակերպվեցինք, ես չգիտեմ, զավեշ տալի է իհարկե մենք, որ անընդհատ մղվել ենք դեպի առաքինությունը, բարձր արժեքները, դասականությունը ի վերջո երբեք նորամուծությունը չշրջանցելով։ Պարտադիր պիտի լինի բոլոր ասպարեզներում, բայց մենք միշտ դա համեմատության մեջ ենք դրել նախորդի հետ, ստացածի հետ, ժառանգության հետ, որպեսզի շատ շեղումներ չլինի, որպեսզի կարողանանք ճիշտ ընթանալ։ Եվ այստեղ է որ ուզում եմ հիշեմ Ռազմիկ Դավոյանի խոսքը, որ քայլիր մի տարի, մի միլիոն տարի, մինչև որ հասնես նախապապերիդ։ Եվ ասում է, թե քո ճանապարհին չես տեսնում դրանց, ուրեմն սխալ ճամփով ես գնում եւ ոչ մի երաշխ չի փրկելու քեզ։ Սրանք գնում են սխալ ճամփով, սրանք գնում են արյունոտ ճամփով, սրանք գնում են մահվան ճամփով, ստի ու կեղծիքի ճամփով։ Սրանք եկել են ոչ թե ստեղծելու, կառուցելու, սրանք եկել են պարզապես թալանելու։ Հիմա թե կլինեք պարգևավճար, թե ինչ դա է, միևնույնն է։ Եվ իրենք պարոն Մանուկյան չեն էլ թաքցնում այլևս, հա, որ իրենք հանգրվանել են մի վերջնական կետի եւ այս վերջնական կետը կարծես երկիր եւ պետականություն չունենալու մասին է եւ դավանափոխ լինելու, որովհետեւ մայրաթորի վրա հենց այնպես չեն հարձակվում եւ մենք այսօր վերջին հանգրվանում ենք եւ սրանք նորից եմ ասում չեն թաքցնում, այլ խնդիրը թե մենք ինչ ենք անում։ Նախորդ օրը ես հանրային հեռուստաընկերության եթերները կարծես բաց են թողնում, բայց այս իրավիճակում փորձում էի, հա, հասկանալ ովքեր են այնտեղ հյուրընկալում եւ այլն։ Հակոբ Մովսեսն էր հյուրը եւ Անահիտ Բախշյանը, երբ որ խոսք գնաց պետական հեղաշրջման եւ Բագրատ Սրբազանի այս իրավիճակին, շատ գրեհիկ արտահայտությամբ, հա, ինչպես կարելի է բարձրաստիճան հոգեվորականը Բագրատ Սրբազանը նման լեքսիկոնով խոսել։ Անահիտ Բախշյանը եւ հաստատում էր Հակոբ Մովսեսը եւ գիտեք, իրենք չէին հաստատում, որ 18 թվականի պետական հեղաշրջումը, այո, պետական հեղաշրջում էր եւ դա հենց կոնկրետ մեր թշնամու ձեռամբ էր, բայց չգիտես ինչու հենց Բագրատ Սրբազանի խոսքը իրենք համամիտ էին, հա, Նիկոլի հետ, որ այո, սա պետական հեղաշրջում է եւ պետք է բանտվեն այդ մասը։ Չգիտեմ Անահիտ Բախշյանը ինչ է նման հայտարարությամբ հանդես եկել։ Շատ հուզական, այնտեղ հաստատեցնքով է խոսել Բագրատ Սրբազանի մասին, նույն Անահիտ Բախշյանը։ Հիմա չգիտեմ ինչ է փոխվել, ինչն է կասկածի տեղիք տվել, գուցե այն սուտը կեղծիքը, որ կարողացել է նիկոլիզմը մատուցել, դա սուտ ու կեղծիք է։ Ես հիմա տենում եմ, որ շատերն են այդպես ձայն բարձրացնում, որ տեսեք Սրբազանը ինչ է ասում։ Այն Սրբազանը, որը իսկապես միշտ ծառայել է իր ժողովրդին, իր ազգին, ամեն ինչ արել է, կողքն է եղել այ զինվորի, վիրավորների խնամքն է, ուրեմն ամեն ինչ արել է, որ դրսում կարողանա
առողջությունը նրանց ապահովել, վերականգնել, միջոցները հայթայթել, ամեն ինչ արել է Սրբազանը եւ բոլոր նրանք ովքեր շփվել են գիտեն։ Իսկ Հակոբ Մովսեսիկի անունը որ տվեցիք, այդ գետնաքարշ գոյանքին ես ամեն անգամ իր տիկնոջը շնորհակալություն եմ հայտնում, ով իր այդ Հակոբիկի վկայությամբ Հակոբ Մովսեսի ամանները, ափսեները ջարդում է գլխին։ Իհարկե դա հրապարակավ է ասել այդ Հակոբ Մովսեսիկը, որ իր կինը ափսեները շպրտում է վրան ուղակի, նման գոյանքին իհարկե պիտի այդպես վարվեն։ Հիմա կարծում եմ բաժակներ էլ շպրտելուց կլինի եւ գուցե այս դեպքում էլ որ արդեն գնացել է հերթական վայրյա հաչոցը կապելու մեր հայության դեմ, հայկական արժեքների դեմ, նա ընդհանրապես հայ գրականության դեմ էլ է արշավ սկսել, բայց հետո գալիս փռվում է հայ գրողների միության, ուրեմն շեմին։ Մենք որ ոտքներս վրան մաքրելով անցնենք։ Դա այդպես է։ Ես որ գնում եմ, ինքը հայտարարում է, որ դա ավելորդ կառույց է, այդ միությունը, բայց ես որ գնում եմ նախագահության նիստի, տեսնում եմ ինձանից շուտ է եկել վերընկել, այսինքն բա փալաս, եթե դու հայտարարում ես, եթե դու տղամարդ ես, լավ, տղամարդ չես, մարդ ես ասենք, ինչ որ շնչում ես, գոյանք ես, լավ։ Հիմա բա դու չես ամանչում քո հայտարարությանը տեր մնաս, եթե ավելորդ է, այ փալաս, բա ինչ ես գալիս շեմին փռվում, որ գանք ոտերներս վրա մաքրենք, անցնենք։ Եվ հիմա առիթ եք փնտրում, հա, բանը, Սրբազանի պես մեծագույն երևույթին փորձում եք ծաղրեք, հա, առիթ են տվել, հա ձեզ։ Այս գոյանքները, որ ուզում են հասկանան, թե ինչ է, ես տեսա, որ Հասմիկ Պապյանը մի լուսանկար ընդամենը դրեց եւ հիշողություն մարդկային պատմեց, թե ինչպես էր, ասենք, Միքայել Սրբազանին դիմել, որպեսզի 7 ուրեմն եկեղեցում կատարեր իր երկերը կոմիտասը հնչեցրել եւ ներկաները ասում են, որ շքեղ էր, անկրկնելի էր եւ դա առաջացրել էր մի մեծ աղմուկ։ Բայց ինչ կատարվեց, եկան Հասմիկ Պապյան այդ տաղանդի, այդ շքեղության, այդ վեհության դեմ փշրվեցին եւ թափվեցին քղանցքների դեմ, չէ՞։ Այսինքն դա պիտի լինի ուրիշ բան է, էլի, իրենց մոտ հիստորիա։ Ահա, բայց գիտեք, այսինքն իրենք հասկացան, որ կա նաեւ ազնվազարմ հայ է։ Կա ասենք Հասմիկ Պապյանի հետ ինչով չափեն, ոչ հայրենասիրությամբ, ոչ տաղանդով, ոչ նվիրումով չեն կարող չափվել, չէ՞։ Եվ այդ հարցակումի արդյունքում հասկացան, որ իրանք ուր, նա ուր, չնչին ինչպես Արարատին նետած քար, Չարենցի բանաձևումով։ Ասեմ, սա է լինում։ Եվ հիմա ամեն տեղ, որտեղ ազնված զարմ հայը ձայն է բարձրացնում, բոլոր այդ քպայական պարագլուխները, այդ շակալները, այդ ոհմակները շնագայլի իհարկե փշրվում են։ Եթե Թրամփը չհայտարարեր, որ այսքան միլիոնավոր դոլարներ է հատկացրել, որպեսզի այդ լրագրողները դառնան աչառուներ, սրան նրան պաշտպանողներ եւ հաչան, ըստ այդ ուղղության գուցե շատերը չիմանային էլ, որ սրանք ծախված լրտեսախմբի անդամներ են եւ եկել են հատուկ կերպով ուրեմն ներկայացարայելու այդ իրենց վարձածներին։ Դրանք այդ վարձկալները, այո, ամեն կերպ փորձում են երկիրը վերացնելու գնով իրենց գումարը վաստակել։ Այսինքն այստեղ են ստացվում, որ էլի վաճառքին է գալի երկրի, դրանք էլ այդ ձևն են գտել երկիրը վաճառելու, այդ կարգի դախլչիներ են։ Եվ հիմա մենք ելել ենք այս դախլչիների հետ, ուզում ենք ինչ-որ բան որոշել։ Սրանց հետ միայն պիտի սակարկենք ինչ արժի երկիրը։ Ավելի թանկ չէ, մեր համար երկիրը գին չունի։ Մեր հայրենիքը, մեր նախնիները, մեր, չգիտեմ, այն ամեն ինչը ինչ ժառանգել ենք անգինա, եւ այն ամբողջ գանձարանը, հոգեվոր գանձարանը, մշակույթը, արվեստը, ամեն ինչը դրանք մենք պիտի կարողանանք սերունդներին փոխանցել եւ որքան էլ որ այս թափառախումբը, այս պատեհապաշտ գոյանքները, որոնք մեզանում հայտնվել են եւ փորձում են վերացնել մեր ինքնությունը, չեն հաջողելու։ Մայրաթորի վրա իսկապես շատերն են հարձակվել եւ ասեմ, որ ավելի ծանր պահեր են եղել, շատ ավելի ծանր, քան հիմա է, բայց Մայրաթորը միշտ իր վեհության մեջ է գտնվել։ Այսօր էլ այդպես է լինելու։ Եվ այն սրբազաններին, որոնք սրանք փորձում են հանցագործ ներկայացնել, բոլոր նրանք, ովքեր մասնակից են դառնում այս արշավին, դրանք բոլորը ոչ միայն մարդկայնացյաններում են կանգնելու դատարանների առաջ, դատաստանի առաջ, այլև Աստծո դատաստանին են արժանանալու, վստահաբար են արժանանալու, եւ ես հավատում եմ այո այդ տիեզերական ուժերին, որ նրանք պիտի կարողանան սաստվել, որ նրանք պիտի կարողանան լրացվել, եւ ի վերջո չի ավարտել հայ ժողովուրդը իր կյանքն էս մոլորակի վրա եւ իր ասելիքը ունի եւ շարունակելու է իր ներկայությունը եւ ծաղկեցնելու է որքան էլ ճարկապատկանները տեսնում ենք աշխարհով մեկ արշավ են կազմակերպել
փշրել, ջարդել, ավիրել, վերացնել, մեր աչքի առաջ էր ցեղասպանությունը Գազայի հատվածում դատապարտող խոսքեր չկան, ձևական մի այդպես վճիռ, որ այո ցեղասպանություն է դա։ Այսինքն ընդունում եք ցեղասպանությունը դա եւ ոչինչ չեք ձեռնարկում, հա։ Այդ ոնց կարելի է հասկանալ։ Բա ինչի համար են այդ կառույցները, այդ միջազգային կենտրոնները, որպես ինչ, որ գաք ազգու երկիր քանդեք, որ գաք այդ զոմբիներ ձևավորեք եւ զոմբիապետ կարգելով փորձեք ամեն ինչը խլել, արմատներից պոկել եւ իհարկե հասկանում էին, որ եթե եկեղեցին մնում է, ուրեմն որևէ բան սրանց անիմաստ է։ Եվ ի վերջո մշակույթի վրա էլ որ հարցակվում էին այդ Հակոբ Մովսեսիկի պես շնիկներին, որ քսի էին տալիս մեր մշա Համոսայան, Սևակ, չգիտեմ մյուս այդ մեծերին, ովքեր իրենց ժամանակը լցրել են եւ մինչեւ հիմա էլ շարունակում են մեր հոգիներին լույս բերել։ Այդ հզորներին հարվածելը նույնպես կարևոր է այդ լրտեսախ խմբի եւ զոմբիապետի համար, որովհետեւ նրանց մի բանաստեղծությունը նորից գալիս է քո մեջ արտնացնում է քո։ Ես զարմանում եմ, որ սրանք հենց միջև հիմա Կոմիտասի վրա չեն հարձակվել, որովհետեւ Կոմիտասի մի երկը հնչեցնում ես եւ նիկոլիկները փռվում են հայ ժողովրդի ոտքի տակ։ Ամբողջ քփ են գալիս եւ հայոց ինքնության ոտի տակ է փռվում, որպես փալաս։ Եվ այդպես էլ լինելու է, նրանք ովքեր մեր ինքնությանը փորձեն դեմ գնան, եթե ոչ այսօրվա մեծերը, ապա մեր ունեցած շատ ոչ հեռու անցյալում մեր մեծերը գալու են եւ ես մի առիթով ասացի, երբ արդեն այս քպեականները այսպես եկել էին եւ ախորժակով փշնում էին այն ամենը ինչ ազգին ազգ է պահում, ես մի գրառում արեցի, եկեք ամուր բռնենք Թումանյանի եւ Կոմիտասի ձեռքը, որպեսզի չկորչենք։ Այո, մեր ինքնությունը վտանգված է եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ այն վարձկան շներին, որոնց կապել են, լափը շարել են դեմները եւ հաճացնում են, դրանց լուրջ չընդունեք։ Բոլոր նրանք, ովքեր հիմա փորձում են Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին դատապարտել, նրանք ակնհայտորեն ինձ համար, իմ երկրի, իմ ազգի դավաճաններն են։ Անգամ չեն էլ սպասում, որպեսզի այդ իրավական պրոցեդուրաները, գործողությունները կատարվեն, ի վերջո սուտ է, սուտ չի, ինչա։ Միանգամից հայտարարում են, որովհետև զոմբիապետը ասել է, հա։ Ոնց կարելի է զոմբիապետը սրանց հացից կկտրի։ Այն զոմբիապետը, որ 5000 երեխու արյուն է խմել եւ շարունակաբար դեռ խմում է ու խմելու է։ Ու ճիշտ է անելու, եթե դուք այսպես եք ձեզ պահելու, եթե ձեր ինքնությունը կորցնելու գնով պատրաստ եք ինչ-որ մի կտոր հաց ունենալու։ Բայց ոչ, ես էլի եմ ասում, ազնվածազարդ հայերը ոտքի կանգնելու են, համախմբվելու են եւ թույլ չեն տալու, այո, որ պղծեն։ Այն ամենը, ինչը հայկական է, այն ամենը, ինչը այս առողջ, հզոր ժողովուրդը պիտի շարունակաբար դեր տամ մարդկությանը եւ հենց մեր երկրին, որտեղ մենք այսքան ծառայելով եւ գիտական եւ չգիտեմ յուզոր ամբողջ մարդկության համար, սիրելի Արտուր, մենք շատ քիչ ենք արել մեզ համար։ Մեր գիտական մտքից այս դեպքում քանի որ պատերազմներ են ընթանում, այդ ռազմական, ուրեմն այդ արսենալի մեջ ունենալով բազմաթիվ գիտական, ուրեմն ներդրումներ հայ գիտնականների կողմից, այստեղ մենք չունենք այդ ամենը։ Եվ գիտեք, թշնամի երկրներն էլ ունեն հայի միտքը իրենց արսենալով, մենք չունենք, բայց հիմա մենք տարիք ունենք այդ ամենը ունենալու եւ տարածքային չափն էլ կարեւոր չի, եթե դու ունենաս այդ ռազմական հզորությունը, որ հասկանան, քեզ չեն կարող որևէ կերպ վնասել, այլևս կդատարեն։ Հիշենք սովորական մի բան, Մուլտը Մաուգլին, երբ նա ունեցավ այդ երկաթե ատամը, երբ ունեցավ այդ դաշյունը, արդեն այդ գազանները խելոքացան, հասկացան, որ նա ունի այն, ինչով կարող է պաշտպանել եւ վնասել։ Եվ հիմա մենք էլ ժամանակին համապատասխան միջոցները պիտի կարողանանք, ոչ թե գնան հաճան այդ շները նրա դեմ, սրա դեմ, այլ մտածեն, որ երկիր է կորում, երկիր։ Բայց քանի որ սրանք այս պահական պատեապաշտ փսլենքոտներ են, սրանք այսպես ոնց որ իրենք են ասում, թուրքի շուն են ուզում, քսի են տալիս, այս ուղությամբ են գնում, այն ուղությամբ են, սրանք չունեն մարդկային էություն, սրանք չունեն արժանապատվություն եւ որևէ լուրջ բան սпасել է ստի կայսրության մեջ, որ պիտի լինի անհնար է։ Եվ ես անհամբեր եմ միջև այն պահը, երբ է իսկապես ձևավորվելու
այն ուժը, որը գալու է հայկականությունը պահելու։ Ես գիտեմ, որ հիմա այս խառնափնտոր իրավիճակում ամեն մեկ ուզում է իր պատառը փախցնի, ես տեսնում եմ, ինչպես է Անգլիան վարվում է տարածաշրջանի հետ թելադրում իր ուզածը, ինչպես Ռուսաստանը, ինչպես մյուսը բնական դաշնակից, որ ասում ենք, այս պահին իհարկե ես Իրանին եմ տեսնում, նաև ակնհայտորեն հասկանալով, որ Իրանը դեմ է Զանգեզուրյան միջանցքին։ Եվ դա քանի որ համընկնումներ է, եւ այս համընկնումների մեջ այդ շահեկանությունը փոխադարձորեն մենք ունենք, նա իսկապես մեր բնական բարեկամն է սպային։ Եվ մենք պիտի փայփայենք նման բարեկամությունները։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Իրանի ժողովուրդը կարողացավ կանգնել, կարողացավ աշխարհին ասել, որ ձեզ հանգիստ պահեք, չարկապատկաններ։ Դուք չեք որոշելու ես ոնց պիտի ապրեմ։ Ես ինչպես պիտի ընթանամ, քաղաքակրթության ինչ ձևեր պիտի ընդունեմ։ Եվ այն Իրանը, որը այո, հարգում է իր պատմությունը, այն Իրանը, որը ունի հավատի հանդեպ հատուկ վերաբերմունք եւ իմ համար գնահատելի է։ Հիմա լսում եմ ձեզ, պարոն Մանուկյան, այսպես մտածեցի, եթե մի հրաշքով Հիսուսը հայտնվեր, նույն այս ձեր ասած չարքապատկան ոչ միայն խաչեին, սվիններով, վահաններով էին հարձակվում։ Անմիջապես խաչեին։ Եվ ինչ ճիշտ հիշեցիք, հարգելի Արտուր, Հիսուսի ներկայությունը իսկապես խաչի կհանեին նրան, եւ եթե արժեքների այլ համակարգել անցնեմ ստեղծագործական առումով, եթե հիմա գրվեր Գրիգոր Նարեկացին իր հիմա գրեր իր մատյան ողբերգությանը, կծաղրվեր պարզապես ԿՊ-ական ոհմակի կողմից եւ ընդհանրապես բոլոր այնա, ես իմանուշ Հայաստանի բանաստեղծությունը, եթե անցած չլներ, այսքան սրտեր ու հոգիներ նվաճած չլներ, հավատացեք միանգամից կարժանանար այդ ծաղրանքին եւ ինչպես Վաչագանն ասում իմ զավակը մարտեր մեկնելուց առաջ գրառում արել էր, որ կգա ժամանակ, երբ հայրենասիրությունը կդառնա ծիծաղի առարկա։ Եվ ձեզ խնամքով կհագցնեն աշխարհաքաղաքացու զգեստները ջնջելով ազգային մշակույթները, ինչը որ հիմա անում են եւ ինչը որ ձեր թվարկած անձերն էլ մասնակից են այդ անձերը, եւ սրանք ազգային պատկանելություն չունեն, չեն էլ ուզում ունենան։ Եվ սրանցից մի քանի համարձակները դա հայտարարեցին, որ մենք դա չունենք։ Այսինքն սրանք կապ չունեն հայ ժողովրդի հետ եւ հայ ազգի ուրեմն ընթացքի հետ եւ ոչ անցյալը, ոչ ապագան իրենց չի հետարկրում։ Իրենք բնակալես պատեհապաշտներ են։ Ունեն այս պահին այս դրանով ուրեմն եւ հիմա պատահական չի որ այդ պարգևավճարները սրանց պահող ուժն է փողը եթե փողը սրանց վրայից վերցնես տակները ինչ եմ անում ինչ են արել այս որ այն անտռուսիկը որ անընդհատ ինչ որ հայտարա սրան էլ էին հանել չէ մեդան համացանցում պատտվում էր այս անտռուսիկը աման բան անում հեղափոխությունը անում նրա այ հայոց սահմանը պատժավեր ամրող փալասիկ դու էլ ես դարել խոսածող Տռուսիկ հակել ես արդեն արա, են Մերկոնյան գագոն, են սուտի գեներալը կես տռուսիկ տվեց, վերջապես, այդքան կողքից գոռացիր, տռուսիկ չունեմ, էդ էր գողացե, գիտես չէ, բա մի հատ գնաս արա տուր տռուսիկս։ Եվ սրանք էլ այս երկրի հասկանում են զավեշտի մեջ են ընկել։ Այս գոյանքները Արտուր ջան որոշում են մեր ընթացքը, հայ ժողովրդի ճակատագիրը։ Եվ սրբազանների նման վեհ մարդկանց դատապարտում են, կալանավորում են եւ քնած են հա մարդիկ։ Ես չեմ հասկանում, ես հասկացանք լավ, շփումներ արեք, ես արտաքին քաղաքական վեկտորի մասին հիմա դատողություններ չեմ կարողանալ, որտեղ ուսումնասիրություն է պետք, շատ լուրջ ուսումնասիրություն, որտեղ ամեն պահ կարա կործանարար լինի։ Ես իհարկե տենում եմ, որոնք այս պահականորեն սրանք գնում են, ասենք, դեպի Թուրքիա, ասենք, որ քցնելով ես գնում, չես գնում արժանապատիվ ձեռով, ձեռքը սեղմես։ Իհարկե ես հասկանում եմ, որ դու գնում ես նրա երախը մտնելու։ Նա հոչ քեզ հավասար չի ընդունում, ես տեսել եմ հայ ղեկավարների, որոնք արժանապատիվ ձևով հավասարի հետ ձեռք են սեղմել։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Քոչարյանն էլ կարծեմ հանդիպումներ ունեցել են, այսինքն նրանք ովքեր այս գոյանքից առաջ հանդիպումներ են ունեցել են արժանապատիվ, չեն գնացել գիրկը սեղմեն, կրծքերին կամ չգիտեմ բոբիկ մտնեն մսկիթները, եթե դա մտածենք ինչ որ մի առողջ բան տալու է մեր երկրին, լավ, ասենք դե հանուն սրա արեց, ոչինչ չի տալու։ Սա ընդամենը ավելի նվաստացնում է մեզ, ավելի մեզ ուրեմն մեր հավատի հանդեպ թերի է դարձնում, եւ սա որ գնում է մղվում է դրան եւ པարզ հայտարարում է հավատը ինչ է կանում։ Հավատը ինչ է կանում, այսինքն քրիստոնեությունը ինչների տակ պետք։
Եվ անընդհատ զավեշտալի գրառումներ անելով, մյուսը անելով, եւ երևի ճիշտ է անում, եւ մարդը գուցե ուզում է ասի, այո, ես չեմ տիրապետում իրավիճակին, հանեք ռադարեք ինձ։ Եվ չմոռանանք, հա, Էրդողանի գրկից հենց բրծավ եկավ Հայաստան, միանգամից անցավ սրբազաններին։ Եվ այս դիտարկումը, պարոն Մանուկյան, այն է, որ մենք այս իրավիճակում այս մարդը փորձում է վախեցնել, հա, նաև այն մարդկանց, ովքեր որ միշտ կարող էին ձայն հանել։ Ինչու եմ ես դա ասում, որովհետև երբ որ դատարանի առաջ ես չտեսա այն հոծ բազմությունը, քննչական կոմիտեի մոտ, երբ որ սրբազանին տարել էին, էլի չտեսա այդ հոծ բազմությունը, էլ չեմ ասում մայրաթորում, որ պետքա ուղակի հայը այնտեղ ծփար, հա, եւ պաշտպաններ, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ այո, ձեր ասած քնած են եւ այդ խորը քնից արթնանալու վիճակը երբ է գալու։ Նայեք, հիմա ես օրինակ տեսնում եմ մարդկանց, շատ տեղեր զրուցում ենք բան եւ բոլորը արդեն հեռանալու մասին են խոսում, այսինքն համակերպում են այն ամենին, ինչ կատարվում է, զգալով անզորություն, որովհետեւ այսօր ուժային ամբողջ կառույցները ծառայում են այս չարքապատկան զոմբիապետին եւ այդ ծառայելով հանդերձ, այո, մարդկանց վախեցնում են, որ հանկարծ չխոսեք հայրենիքից, չխոսեք ձեր երկրից, չխոսեք այն անձանցից, որոնք այսօր պայքարում են մեր հայրենիքի համար, մեր արժեքների համար, բայց ես ուզում եմ ասել, որ սրբազաններին մեկուսացնելով, այդ մեզ են մեկուսացրել։ Այդ մեզ են, որ մենք ազատության այո, եւ դրանք ցույց են տվել, որ նրանք, ովքեր ձեզ համար պայքարում են, նրանք այնտեղ են ազատ, որովհետև նրանց գործը Աստծո հետ է, եւ նրանք եթե ուզում էին որևէ բան, այդ Աստծո լույսը մեզ փոխանցել, եթե նրանք ովքեր ուշադիր էին եւ այդ քարոզները լսում էին սրբազանի, շատ դեպքերում, այո, հենց հոգեվոր կյանքին առնչվող ուրեմն քարոզներ էին դրանք, որոնց մեջ սրբազանը փորձում էր բարոյական արժեքները վեր հանել։ Նա փորձում էր ազգին ասել քո ինքնությանը տեր եղիր, ճանաչիր քեզ, հայլու առաջ էր կանգնեցնում, հոգու հայլու, որպեսզի իր հոգին ճանաչեր։ Եվ այն քնած մասերը ազդակներ էր տալիս արթնացնելու, հայի ինքնությունը արթնացնելու։ Ցավոք սրտի շատերը չընկալեցին, մի մասը հիմա տեսնում եմ էժանագին հայտարարություններ, թող հոգևոր գործ, բայց նույն Բագրատ Սրբազանը մի անգամ հայտարարեց իմ գործը ո՞րն է, դուք սպանեք, ես թաղեմ։ Եվ այդ պարբերաբար անընդհատ այդ ուրեմն զինվորներին անխնա կերպով սպանելը եւ հետո հա սրբազանել գա այդ թաղման ծեսը կատարի։ Դա իր գործը, ոչ։ Նրանք պարտավոր էին, երբ ես Գերմանիայում էի, ես այնտեղ երբ էքսկուրսիա էին տանում այդ ամբախտ ամրոցի մոտ, այնտեղ ասացին, որ սրբազաններն են կազմակերպել զարթոնք եւ սրբազաններն են կարողացել ժողովրդի ինքնությունը արտնացնելով գերմանական պետության հիմքը դնել։ Եվ երբ ասացի հիմա մեզ մոտ էլ սրբազան շարժում է, լուրջ չընդունեցին, կարծեցին այդպես ուզեցի համեմատվել, բայց հետո բացատրեցինք, ունեինք ժապավենը ցույց տվեցինք, որ այսպես, սա հենց բնութագիր եւ այդպես լուսանկարվեցինք այդ գիտի հետ գերմանուհի եւ ուզում եմ ասել, որ նորմալ են ընդունել, հոգեվորականը կանգնել է իր երկրի վերածննդի շեմին եւ հիմա նույնպես հոգեվորականները կանգնել են, բայց քանի որ սրանք այլ գործառույթի մեջ են, ներսից է դավաճանությունը եղել եւ շատ բարդ է սրանց այդ բանը, որովհետեւ այդ քաղցրալեզու կերպով մարդկանց հիմա ճիշտ է, չի ասում սիրում եմ ձեզ, հպարտանում էլ ինչ սիրի, սպանելա, թաղելա մի մասին նոր պետք է սպանի։ Բոլորի արյունն էլ խմելու է, հերթով խմելով գնում է։ Եթե երկրից հանում դուրս է հանում, այդ էլ մի ձև է։ Եվ մոռացել ենք էլ, չէ՞ որ երկիրը նախագահ ունի։ Սա որ մեկ դնում ասում է փողը սենց այդ ապարատները էլ հանի է ժողովուրդը, ասենք այդ նախագահի ամբողջ ինստիտուտը վերացնենք եւ սրանք այլևս մի տարի գործի չգնան։ Մեր ազգը կզգա, որ ինչ որ մի մարմին չի գործում։ Ասենք կույրաղիկը հանում գցում են, զգում են ինչ որ բանա բացակայել։ Չեն զգում, բայց ինչքան գումար չէ կտնտեսվի եւ ինչքան հարց կա։ Եվ այդպես շատ ու շատ այդ անուններ տվեցիք, դրանց այդ գումարներ են կրկնապատկվում, այդ փալասներին որպես ինչ են տալիս, որ ինչ փոխարենը դպրոցներ, գրադարաններ են փակվում։ Փակվում են, որովհետև դրանք մեր ինքնության հետ կապ ունեն։ Մեր ինքնության հետ կապ ունեն։ Ես եղել եմ գրադարաններում, որ ասել են, տասնյակ տարիներ է մի գրքի համալրում չենք տեսել։ Սա հայտարարությունն է, սրանց դա չի հետաքրքրում։ Սրանց հետաքրքրում է փողը դուրս գա, տանը սահմանին թուփ տնկեն, ասեն թուփը շատ ապահով է։ Մի անգամից այնտեղ մի երկու ինչա պատգամավոր քպայական գոյանքներ են, երբեք նման ապահով իրանցը չի եղել, բայց հետո որ գա օրը ես սրանք քայլելով գան, հետո մի դեպք գրանցվի բան, սրանք ասեն դե չգիտեինք, իրանք այդպես կարում են ասեն, չգիտեինք։
Եվ հետո որ ասում էր մենակ ես եմ մեղավոր, ոչ, մեղավոր է ամբողջ այն պարագլուխների խումբը ԿՊ-ական, որոնք սատար կանգնեցին, որոնք հասունացրեցին պատերազմը, որոնք մեր երկիրը տարան նման մահացու ցնցումների, եւ հիմա միայն իրանք են դղյակներ կառուցում, միայն իրանք են կարողանում մեր զավակների արյունը խմելով ուռճանալ եւ արդեն մտածում են թե անպատիժ մնալու են մի անգամ այսպես կարեցան վերարտադրվել խափելով չգիտեմ Արցախ ասելով մյուսը ասելով հիմա էլ լույսները Էրդողանի վրա է գնացին Էրդողանի առաջ կզեցին դե մտածում են դե կզել ենք մի բան էլ ինքը մեր համար կանի որովհետեւ հետո եթե հայերից մեկը գա իշխանության ոչ է Էրդողանի առաջ կզի իհարկե ձեռք սեղմի Ես այն մարդկանցից եմ, ով իսկապես դեմ է այդ պատերազմին, ոչ մեկ ավելի քան ես չի կարող հասկանալ այն ցավը, որը պատերազմը բերում է։ Եվ ես հասկանում եմ, որ այո, պիտի բարեկամների հետ շփում, բայց ոչ թե նվաստանալով, ոչ թե սրա նրա այդած խոնարհվես կոշիկները լպստես, որ քեզ ինչ խաղաղություն, դա էլ ինչ խաղաղություն է։ Եթե դուք այսօր մարդկանց նախապատրաստում եք, որ պիտի բերեք թշնամու երկրի բնակչությունն ստեղ Եվ այս ժողովուրդն էլ դառնա նրա մատակարարը, սպասարկուներ դառնան նրանց։ Որպես ինչ ամանում ես երկիրը։ Անունը ինչ եք դնելու, ինչ։ Հայաստան իհարկե չեն թողա, նրանք արդեն ասում են արևմտյան Ադրբեջան։ Արդեն ասում են։ Իսկ դա լսեցնում են աշխարհի ականջին։ Այն դեպքում, որ հայոց ամբողջ հողերը զավթել են, այն դեպքում, որ հազարամյակներով Արցախում հայն է ապրել, եւ փոխանակ լուծումները գտնելու, ես չեմ կարծում, թե չկան ելքեր, որոնցով կարելի է այդ լուծումները գտնել, պարզապես չունենք այդ մտածումները եւ մղումները։ Եթե մենք ունենանք այնպիսի իշխանական համակարգ, որ իսկապես օր ու գիշեր մտածեր, թե այս եղած խառը վիճակներում, իսկապես բարդ վիճակներում Ինչ կարող են գտնել, որպեսզի պահպանենք նաև Արցախը, որտեղ մենք տեսնում ենք Արցախը կորցնելով նաև Հայաստանն ենք կորցնում։ Ինչ մասին վաղուց խոսում։ Այո, մենք պիտի կարողանանք դա գտնել։ Այդ լուծումները պիտի կարող, բայց սրանք ով են։ Սրանք գումարը ստանում են եւ վայրահաչում են այս արժեքի դեմ։ Սրանք դնում փառաբանում են ուրեմն ինչ է այդ Թուրքիային, որպես ինչ է փառաբանում։ Ասենք, լավ ես հասկանում եմ, որ պիտի գնանք այդ շփումները կայացնենք, որը շատ շուտ է բարեկամություն անվանել, ինչ բարեկամություն։ Բարեկամություն կարող է դառնալ, երբ նա ճանաչի այն ցեղասպանությունը, որը իրագործել է, որ դա թուրքը ազգի այն սերունդը, որը ճանաչի իր պապերի արած այդ ոճիրը եւ այն տարածքները, որոնք հայաբնակ են եղել, դռները բացի աշխարհի հայության առաջ։ Ես կասեմ, որ այո, մոտ են սրանք բարեկամանալու, այսինքն արդարությանն են մոտ, ճշմարտությանն են մոտ եւ մոտ են նրան, որ քավեն իրենց մեղքերը, իրենց պապերի մեղքերը։ Բայց ես դա չեմ տեսնում։ Ես ընդհակառակը տեսա, որ հիմա էլ եկավ թուրքական ստորաբաժանումը, բառացիորեն թուրք ազգությամբ թուրքեր եւ սատար կանգնեցին ադրբեջանցիներին եւ այո, իմ զավակը իր ջոկատով վերջի օրերին կռվել է հենց թուրքերի դեմ։ Թուրքական ստորաբաժանման դեմ, որոնք ՆԱՏՕ-ի կազմում են։ Այսինքն ստացվում է, որ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումը մեր դեմ կռվում էր։ Բայց ոնց հասկանանք, ես ինչ էր, այդ մի բուր Արցախի վրա վերել եք այդ հազար ու մի երկիր, հազար ու մի զոր, եւ այդքանով անդերս նորից չեք կարող ծնկի բերել հայ զինվորին, եւ այս փալասախումբը եկել հայտարարվում է, որ կար պարտվեցինք, որտեղ պարտվեցինք։ Այդ քար վաճառը պահել էինք, այդ ինչի հանձնեցինք։ Այդ ինչքան տարածքներ, այդ ինչի հանձնեցինք։ Չասում է, հետո դե ներս ոչ, ներս չէին մտնի։ Բաքվում էլ հասունանում էին շարժումներ, որոնք կարող էին տապալել Ալիևին, կարող էին տապ։ Այն նպաստեիք դրան։ Ուղերները շարժեիք, то գումարել խաղացնեիք, անեիք։ Ոչ թե գնայիք եւ այդպես հետևող դառնայիք այդ ամբողջ։ Եվ հիմա հիմնականում Արգելի Արտուր, հենց այդ հետևողները, որոնք գլուխները խոտել էին կանացի շրջազգեստների մեջ պատերազմի օրերին, հիմա հաչում են։ Հիմա էլ լաչում, դրանցից որևէ մեկը դատապարտող խոսք չասեց, որ չի կարելի այդպես վարվել գնալ, ասել Հայաստան է Արցախը եւ հետո ասել դա Ադրբեջան է։ Այդ դեպքում ի՞նչն էր քո արգումենտը, որ Հայաստան էր, այս դեպքում ի՞նչն է, որ Հայաստան չի։ Այսինքն դու այդ երկվության մեջ ապրողը ինչպես ես եկել եւ այս հարցերը, այս մեծ ծանր հարցերը փորձում քո այդ փխրուն ուսիկներին վերցնել։ Եվ մարդը ինքն է չէ նվաստանում, եթե շատ հեշտ է բերել այդ օրինակը ծանրամարտի, եթե մեկը չի կարողանում, ասենք,
նու 50 կիլոգրամը բարձրացնել, բերել եք 250 կիլոգրամի առաջ կանգնացրել եք եւ չոքերը թուլացել է։ Չի կարում, բայց հոխորտում է որ կբարձրացնի, որ ցենց որ այսինքն դրանով անդերց է ծաղրը այդ ամեն ինչը գալիս է մի ամբողջ ժողովրդի վրա։ Իրենք դա արդեն նախապես գծել էին, պարոն Մանուկյան։ Դե եթե նախապես էին գծել, ես շատ ուզում եմ դա բացահայտվի, որովհետև ես հասկանում եմ նախապես եթե այդ ծրագրով եկել էին, սրանք բացահայտ դավաճաններ են եւ ես կարծում եմ, որ այո գնահատականը կտան դավաճանության եւ դավաճանին արժանի պատիժը կստանան սրանք եւ ես եմ վստահ որ դավաճաններ են, բայց ես սպասելու եմ արդարադատությանը, սպասելու եմ այն վճռին, որը լինելու է։ Հիմա որ սրբազանների հանվեց, այսպես է բաներ են ասում, փողոցում տեսնեք ինչեր են հայտարարում մարդիկ, որ հնարավորություն տվեք, հնարավորություն, եթե դուք մենակ խոսում եք, մենք ոչնչացնենք, մենք ֆիզիկապես սրանց, ես էլ ասում եմ, որ դա լուծում չի, մենք պիտի կարողանանք նախ ցույց տալ այն հանցանքը, որ իրենք կատարել են, եւ դուք կհամոզվեք, որ սրանց գնդակահարելն էլ պատիժ չի, այն հանցանքի դիմաց, որը սրանք գործել են։ Այդ մեծ հանցագործությունը ամեն անգամ շեշտում է մարդկային երևակայությունից դուրս է իսկապես։ Եվ Մանուկյան վերջում, հա, մենք այս ընթացքում լսում ենք, որ ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը հատկապես, հա, պետք է գործ անի, մենք որովհետև նրանց ընտրել ենք եւ նրանք պետք է հեռացնեին Նիկոլին, այդ խոստումով էին հայտնվել այնտեղ եւ անվստահության գործընթացի մասին կուզեն նաեւ խոսել, որովհետև հատկապես վերջին շրջանում իմպիչմենտի մասին է անընդհատ խոսվում, բայց չգիտես ինչու ազգային ժողովի ընդդիմադիր հատվածը մեկը մյուսին հասկանալով, գուցե չհասկանալով, դիտավորությամբ գուցե պահում են կարծես Նիկոլին։ Հիմա իմ գործընկերները եւ այնտեղ կան մարդիկ, ովքեր որ կլսեն ու էլի իմ հետ չեն համաձայնի, բայց եթե գործ չես անում, միայն ճամարտակում ես ու ակադեմիական տեքստեր ես ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում, դա առ ոչինչ է, հա, կարծես թե։ Ընդունում եմ, որ ցանկացած միջոց, պայքարի ցանկացած միջոց պետք է օգտագործել, այո։ Այս դեպքում մտածում եմ, որ պետք է կարողանան նաև աշխատանքը, եթե այնտեղ մնացել են առողջներ, իհարկե, այդ քպեական ոմակի մեջ, եթե կան հայրենիքը ավելի բարձր դասող, պետականությունը ավելի բարձր դասող, քան իրենց զոմբիապետին, ուրեմն պիտի նրանց էլ այո ներառել եւ փորձել նաև այդ ճանապարհը անել։ Բայց ես մի քիչ ավելին եմ ուզում գնամ, ես ուզում եմ տեսնել համահայկական այն զարթոնքը, որը կհեղեղի հրապարակը հարգելի Արտուր եւ այստեղ արդեն որևէ մեկը էլ որևէ մեկի ստորագրությունն էլ պետք չի լինի։ Ես ուզում եմ որ մեր ժողովուրդը հիասթափություններից դուրս գա։ Ես ուզում եմ սա խթան դառնա սրբազանների հանդեպ, մայրաթորի հանդեպ, այս վերաբերմունքը խթան դառնա, որ հասել են վերջի կետին, հասել են քո սրբության սրբոցին։ Եթե սա էլ ենք հանձնում, անունը ինչ ուզում ա դնենք, իհարկե ստակոլոլ գոյանքները միշտ մի բան գտնում են։ Մեր անձերի դեմ է։ Այդ անձերի դեմ նոր հիշեցիք, որ անձերի դեմ։ Անդեղից այդ ադրբեջանցի, չգիտեմ, մոլապետը ինչա հայտարարեց եւ սրանք միանգամից ոդկի հելան, չէ, որովհետեւ այնտեղ իրենց մեծ եղբայրը կամ ինչպես էին ասում, բարեկիրթները, այդ Ալիև բաները արդեն անցել են այս մասին։ Իսկ իրականում ինչ տեղի ունեցավ։ Մեր վեհապարը հայտարարեց աշխարհով մեկ, որ այո, սրանք ցեղասպանել են մեզ։ Այո, նրանք այս ոչինչն են գործել։ Այո, տեղահանել են հային Արցախից։ Սա։ Եվ ինչ առաջացավ։ Եվ ինչ առաջացավ, որ սա ուրեմն ճշմարտություն, իսկ ստի կայսրությունում ոնց կարելի է ճշմարտություն հնչեցնել։ Այս մարդկանց ազիվ թմրեցրել են, ազիվ ասել են, որ դուք չեք։ Ձեր հերումերը չեն։ Դուք ինքնություն չունեք, դուք օդից կախված գոյանքներ եք եւ որտեղ ուզում եք գնացեք, ինչ ուզում եք արեք։ Սրանք դառնալու են սպասավորները, սրանք գարեջուր վաճառել էր, չէ՞, որտուն սովորացնում, որ ադրբեջանցիները գան հանգիստ ամբողջով գարեջուր տա եւ այս ինչա հայ ժողովրդից էլ խլած միլիարդավոր դոլարները կարողանան ուրեմն մարսել, ապրել եւ մոլորակի ցանկացած հատվածում էլ կգնան եւ կծիծաղեն մեզ վրա, մեր ազգի վրա, մեր պատմության վրա, մեր ինքնության վրա եւ նաեւ կնեղվեն, ես հիշում եմ այն Թորոսյան ազգանունով մի գետնակարճ գոյանք, որը առողջապահության նախարար էր եղել, այդ բարձր ամբիոնից հայոյեց այս ազգին։ Հայոյեց եւ հետո ազգը իր հորն ու մորը հանեց, ինչպես ասում են, այդ փողոց հանեց եւ այդ փողոցում կանգնեցրեց, ես մի գրառում արեցի, որ հորդ ու մորդ ինչ ես անում, արա։
Մեղք չեն այդ մարդիկ։ Խիղ ինչի համար։ Բայց քանի որ սրբություն չունեն, Արտունջան, չունեն ոչ ծնողական, ծնողների հանդեպ զգացողություն, հետեւաբար նաև որդիական, ժառանգականը չի գործում այդտեղ։ Եվ ուրեմն երկրի հանդեպ ավելորդ է ասել, որ չունեն։ Ժողովրդի հանդեպ բացարձակ ազգի հանդեպ չունեն։ Դες մարդկանցից մենք ինչ ենք պահանջում։ Այս մարդիկ էլ անընդհատ դա չեն թաքցնում, ասում են, ակնհայտորեն ասում են եւ ոչ միայն ասում են, այլև գործում են։ Հիմա մենք եթե չենք կարողանում որևէ բան իրագործել, գուցե իսկապես էլ վերացել ենք, գուցե իսկապես էլ չկանք։ Եվ հիմա այս ամեն ինչով անդերձ պահն է, որ կարողանա, ես գոնե հավատում եմ, որ ձևավորվելու է, որ այդ մեծ զարթոնքը լինելու է, պարզապես լավ կազմակերպել է պետք, ճիշտ աշխատել է պետք, հակահարված տալ է պետք, այդ ամբողջ թմբիրին, որ սրանք ներարկում են, եւ կա, չէ, այդ հակաթմբիրն էլ կա, որ կարող ենք մի հատ այդ մարդկանց արթնացնել եւ այդ արթնությունը, այդ լեթարգիական քնից դուրս բերելը, մարդկանց աչքերը, հոգու աչքերը բացելով, այո, նրանք պայքարի կելնեն։ Նրանցից որևէ մեկը չի համաձայնվելու, որ իր զավակը իր ինքնությունը ուրեմն չկորցնի։ Սիլվա Կապուտիկյանը ասում էր, թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս։ Մայրենի մեջ է այն ամբողջը մայրը։ Վիկտոր Համբարձումյանը իր կտակի մեջ կտակել էր, որ մեր ազգին, որ փայփայեք մայրենին, հայերենը փայփայեք։ Իսկ սրանց մոտ նման բան չկա։ Սրանց ամբողջը, սրանց հայերենը նայեք, գորշ, գետնակար, ժարգոնային, փողոցային լեզուն բերեցին մեր իրականություն, եւ հիմա արդեն ամբիոններից բանը հասել է նրա, որ հնչեցնում են եկեք էլ իրար չհայենք, չէ՞, բա ինչ անենք։ Ինչ անենք։ Թող այդ զարթոնքը լինի, վստահ եմ լինելու է եւ մենք տոնելու ենք իսկապես մեր հերոսների երազած Հայաստանի սկիզբը, զարթոնքը, ընթացքը։ Առաջ Աստված, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։